Դուք ընթի ունեիք կարծեմ առողջապահության նախարարության հետ այդ ֆինանսավորման ու ՄՊՀ-ն ձեր օգտին որոշում էր կայացրել։ Այս մասով ինչ որ առաջընթաց կա, այսինքն բանակցություններ գնում են այդ ձեր գումարը բարձրացնելու հետ կապված, որտեղ այնտեղ կարծեմ նաև հանձնարարական կար։ Կա նման բան, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կվերանայվի կանչի գինը։ Իսկ ասած քիչ առաջ նախարարը մեր մոտ էր, մենք պարոն վարչապետն էր մեր մոտ, պարոն քաղաքապետն է, մենք նախագիծներ էինք ներկայացնում, որոնք ձեռք ենք բերել։ Այդ թեմայով ես անձամբ խոսացի, նախարարը ասաց, որ անպայման կքննարկեն, կհանդիպեն, կվերանայվի։ Իհարկե ժամանակն է, որ վերանայվի ու հուսով եմ մեծ սպասումներով, ոչ միայն ես, նաև անձնակազմը էլի, այտենց մեծ սպասումներով 26 թվին շուտ էլի 26 թվի առաջի կիսամյակ, չգիտեմ, առաջի երամսյակ մեր սպասումները այդպեսին է էլի։ Հուսով ենք, որ կիրականացվի դա ու մարդկանց աշխատանքը էլ արժանի, էլ ավելի լավ կվճարվի։ Իսկ կարծում եք ինչքանով այստեղ դեր խաղաց հենց ՄՊՀ-ի որոշումը այդ խոստման։ Դե ինչի՞ հիմա ամեն դեպքում ես եմ գրությունը ուղարկել ՏՄՊՊ, քննարկում եղել է, հանդիպում եղել է, ներկա եմ եղել։ Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է, էլի, անկախ ամեն ինչից, ասենք, հստակ է, էլի, ճիշտ որոշում, ասենք, չէր կարա մարզում, ասենք, չի կարա Արտաշատում 13,000 լինի մի կանչի, Երևանում 8,000 դրամ։ Չգիտեմ, այդքան դες չի դա իմ համար դա նորմալ չէր, ու հետեւաբար, ասենք, այդ ամեն ինչը դրա համար է գրությունը ուղարկվեց, էլի։ Քանով է կապված որոշման հետ, կարծում եմ, իհարկե իրանց դերը ունեցել են, ՏՄՊՊ-ն իր դերակատարումը ունեցել է։ Նաև կարծում եմ, որ նախարարությունն էլ ինչ-որ մի էտապի կգար այդ մտքին։ Իսկ այս ընթացքում շատ խնդիրներ են առաջացել այդ ցածր գնի հետ կապված, որտեղ այնտեղ նույնիսկ այսպիսի արտահայտություն կար, որ կարող է սնանկացման եզրին հասնի։ Քիչ առաջ նշեցի, մենք 7 հատ մեքենա ենք գնել։ Երևան քաղաքի շտապօգնությունը թվով 7 հատ, մի տարի առաջ, մոտ 10 ամիս առաջ 7 հատ լիզինգով մեքենա է գնել։ Ճիշտ է, ինքը լիզինգով են գնել, քանի որ կառավարությունը լավ ծրագիր ունի, 10%-ը սուբսիդավորում է, բայց այդ մեքենաների գումարի չափով գումար 3 տարում հավաքագրել ենք, պահել ենք ու ավանդ ունենք դրած։ Այսինքն այդ ավանդի դրած տոկոսները վերցնելու ենք այս մեքենաների մայր գումարն ենք մարելու, պետությունը մեր տոկոսն է մարելու, հա, ասես պետություն բան ստացվում է, որ փոխգործակցություն ամեն ինչ անում ենք, որ չգնա դրան, ու այտենց այդ հարցը ամեն ձև կպահենք, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց կա, որ անձնակազմը, ես ինքս որպես տնօրեն արդեն զգում եմ, որ անձնակազմը այն չի վարձատրվում, էլի ասենք, ու այսպես 900 հոգանոց հիմնարկում ինչ որ 1000 դրամ փոխել է ինչ որ մեկի աշխատավարձում, դա էական փոփոխություն է պահանջում։ Հետո երբ որ քո կողի քաղաքում, չգիտեմ, Արտաշատում, Աշտարակում, Աբովյանում ավելի բարձր է վարձատրվում մարդը, բնականաբար իմ մոտից դուրս են գալու գնան մոտակա կողքի քաղաք։ Նորմալ է, չէ՞, ասենք ավելի լավ առանց խցանոների կգնա կհասնի, չգիտեմ, Աշտարակ, Արտաշատ, բնականաբար այնտեղ ավելի բարձր աշխատավարձ կստանա ու այդպես արտախոս կան արդեն անձնակազմի, էլի։ Հուսով եմ, այս մոտ ժամանակներս կբարձրացվի, էլ ավելի արժանի բան կստանա։ Շտապօգնությունը, ասում ենք, պետք է դառնա համապետական ու Երևանն էլ պիտի ընդգրկվի, ու հենց այս որոշման շրջանակներում էլ նախարարության պատասխանը նա էր, որ Երևանը պիտի մինչև տարվա վերջ, այսինքն 25-ի վերջ, մտնի այդ համապետականի մեջ։ Այ դա ինչ եղավ, այսինքն մտնում է, չի մտնում։ Հանրապետական էր, ոչ թե համապետական, հանրապետական շտաբուժօգնություն, իմ տեղեկություններով դեռ ամբողջ մարզերը նույնիսկ ընդգրկված չեն, իմ տեղեկություններով էլի օրինակ Սյունիքի մարզը Վայոց-Ձորը կարծես թե դեռ ընդգրկված չեն։ Ու դեկտեմբեր ամսին վարչապետի մոտ խորհրդակցություն է եղել, քաղաքապետն է ներկա եղել, նախարարն է ներկա եղել, որոշում է կայացվել, որ մենակ 103 հեռախոսահամարը կլինի բան, ես բան 103-ն էլ էլի մեր ենթակայության տակ, իմ լավ sense ասեմ, Երևան քաղաքի շտաբուժօգնության ենթակայության տակ է։ 103-ը ոնց որ հեռախոսահամարը կգնա նախարարության կազմի մեջ, երբ որ իրանք պատրաստ կլինեն, տարածք ունենան, հա, կահավորված կլինեն, իսկ Երևան քաղաքի շտաբուժօգնությունը կմնա Երևան համայնքի ենթակայության տակ։ Այսինքն չի մտնի հանրապետականի մեջ։ Այդպես է ստացվում։ Կա խորհրդակցություն, կա եզրակացություն, ես ծանոթվել եմ դրա մասին։ Ու այդքանը կասեմ, էլի, հա։ Մեկ էլ այն որոշումը, որ ասում էին 8 կանչից ավելի դեպքում քաղաքացին պետք է վճարի։ Կարծում եք սա կապ ունի նրա հետ, որ ձեզ խոստացել են 1 կանչի գինը բարձրացնել։ Նայեք, էլի, իրականում ես իմ սուբյեկտիվ կարծիքն է, պետք է սահմանափակում լինի, չի կարա մարդը անսահմանափակ կանչեր տա։ Հիմա կարող է ինձ սուբյեկտիվ կարծիքով 8-ը քիչ է, 9-ը պետք է լինի կամ 8-ը շատ է, 7 պետք է լինի։ Ես ինքս վերջին մի տարին շատ եմ պայքարել քրոնիկների դեմ ու լիքը լրատվականներից դժգոհել եմ, որտեղ ուղղակի չէինք ուղարկում։ Ուղղակի որտեղ ասեք չի կարա, էլի նորմալ մարդը իրականում չի կարա ամիսը 30։ Մենք մահացել ենք ունեցել ամիսը 80 կանչ տվել։ Հավատացեք, այնքան ենք իջացրել, հիմա դες եկե հասել ենք մի թվի, որ մի քանի հոգի կար, որ դեկտեմբեր ամսին 20 կանչեր տվել, դες ուրախացել ենք, բայց դա նորմալ չի, էլի ո՞նց է նորմալ մարդը 20 կանչ տա։
Անկեղծ, եթե իմ սուբյեկտիվ կարծիքը, ես ինքս կողմ եմ այս 8 կանչին, նորից եմ ասում, կարա ինչ-որ քննարկենք, բան 8-ը ստացնենք 9 կամ 8-ը 7, բայց վիճակագրություն եմ ես արել, էլի քանի քաղաքացիա 8 կանչ տվել, քանիսը 9, 8-ը իմ համար այդպես նորմալ թիվ է, ու ես ինքս այնտեղ իհարկե որոշակի բաներ ունեմ իմ անձնական կարծիքով այսօր եմ բարձրացել կքննարկենք կփոխենք դե բացառություններ կա չգիտեմ հրազենային իհարկե այս 8-ից բացի դե բացառություններ կա էլի եթե նայեք այդ որոշումը չգիտեմ հրազենային դանակահարություն ինֆարկտներ հա ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ այլ դրա վրա կարելի է մի քիչ աշխատել այս 8 թիվը այդպես կարելի է էլի մի հատ ամեն դեպքում վերանայել ես որ անկեղծ ասեմ վաղը արդեն մի քանի անձի ծանոթություն եմ ուղարկելու որոնք արդեն 7 անգամ կանչ են տվել իրանց ծանոթացել եմ որ ձեր 8-րդը լրանում իմացեք հետո վճարելու եք չի կարա իրանց ախտորոշումները նայում ես չկա իրանք ոչ մի շտապ բժշկական օգնության կարիք իրանք չունեն ես նույնիսկ որ անկեղծ ասեմ ինձ թվում է որոշակի առնչություն ունի որ քիչ առաջ նշեցի կանչերի քանակը քչացել է այս դե անդադն տարածվեց ինձ թվում է որոշակի դեր եկել է ունեցել Հիմա ամեն դեպքում ընդհանրացնելով այո պետք է սահմանափակում լիներ այո ես ինքս ուրախ եմ որովհետև ես ինքս դրա դեմ պայքարում եի ու հիմա ինչ որ իրավական ակտ կա որ լրագրողները կամ չգիտեմ մարդու իրավունքների գրասենյակից են ինչ շատ զանգում ես սա արդեն ցույց կտամ ես էլ արդեն պաշտպանված կլինեմ